Սիրելի հետևորդներ, ահա և հասանք մեր համատեղ ճանապարհորդության ամենավերջին կետին։ Սա մեր վերջին վերլուծությունն է այս նախագծի շրջանակներում։ Ամիսներ տևած և մեր առօրյայի անբաժան մասը դարձած «Հարսնաձորի լեգենդը» սերիալն այսօր ունեցավ իր ավարտը։ Այս ընթացքում այն դարձել էր բոլորիս համար շատ հարազատ։ Մենք գլխավոր հերոսների հետ միասին ապրեցինք նրանց կյանքն ու էմոցիաները, նրանց հետ տխրեցինք ու ուրախացանք, լացեցինք ու ծիծաղեցինք։ Բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ մենք իսկապես շատ ենք լացել, և հատկապես այս վերջին եզրափակիչ սերիան դիտելիս արցունքները զսպելն ուղղակի անհնար էր։ Ամեն ինչ այնքան հուզիչ էր, այնքան ցավալի, բայց միևնույն ժամանակ խորապես ուսուցանող և կյանքին մոտ։ Ինչպես և կանխատեսել էինք նախորդ վերլուծության մեջ, չարը վերջապես ստացավ իր արժանի պատիժը։ Արմոն հայտնվեց բանտում, որտեղ և խելագարվեց։ Նրա այս հոգեբանական և հոգեկան վախճանը մաքրեց օդը, տեղ բացելով մնացած հերոսների ապաշխարության և վերածննդի համար։ Ամենախորը և հոգեբանորեն ամենածանր տեսարաններից մեկը Լալայի ու Անիկի վերջին խոսակցությունն էր։ Տարիների ատելությունից ու պատերազմից հետո Լալան գտնում է իր մեջ ուժ հայտարարելու, որ այլևս ոչ մի պարտք ու պահանջ չունի Ադամյաններից։ Անիկի հռետորական հարցը, թե «Էլումից պետք է պահանջ ունենար, երբ գլխավոր մեղավորն արդեն մահացած է», արտացոլում է այն դառը դատարկությունը, որ մնացել է Սաքոյի կորստից հետո։ Բայց Լալայի խոսքերը, թե ինքը անչափ ցավում է իր եղբոր մահվան համար, վերջապես մաքրագործեցին այս պատմությունը։ Արյունակցական կապն ու ներումը հաղթեցին վրեժին։ Անիկն էլ իր հերթին գտավ ապրելու իր նոր իմաստը։ Նա խոստովանում է, որ հիմա իր կյանքի միակ լույսն ու ուրախությունն իր ապագա թոռնիկն է՝ Վռամի և Սոնայի երեխան։ Նա մեծ հույս ունի, որ հենց այս նոր կյանքը վերջապես կխախտի իրենց տան խուլ ու սգավոր լռությունը։ Մեկ այլ գեղեցիկ գիծ էր Լիլիթի ու Միքոյի միությունը։ Նրանք վերջապես ամուսնացան, բայց այստեղ ստեղծագործական թիմը կատարել էր մի հրաշալի, կարծրատիպեր կոտրող քայլ։ Հակառակ հայկական սերիալներում ընդունված ավանդույթի՝ ավարտել նախագիծը ճոխ հարսանիքով, այս սերիալում մենք ընդհանրապես հարսանիք չտեսանք և ոչ մի զույգի մոտ։ Սա շատ խոսուն փաստ է այն մասին, որ այսքան ցավից ու կորուստներից հետո մարդկանց իրական երջանկությունը ոչ թե աղմկոտ խնջույքների, պարի ու երգի, այլ պարզապես խաղաղության ու միմյանց կողքին լինելու մեջ է։ Եվ իհարկե սերիալի գագաթնակետը՝ Նարեի ու Հայկի ճակատագրական հանդիպումը խորհրդավոր Հարսնաձորում։ Նրանք հանդիպեցին պատահաբար, որպեսզի ընդմիշտ հրաժեշտ տան միմյանց։ Նարեն, չդիմանալով Բալիկի կորստի ցավին, որոշել էր փախչել արտերկիր, մոռանալու այդ դժոխքը։ Մեկ ժամից նրա թռիչքն էր, բայց իսկական սերը չի ճանաչում սահմաններ և փախուստ։ Վերջին րոպեին, երբ նա պետք է հեռանար Հարսնաձորից դեպի օդանավակայան, նրա սիրտը հաղթեց վախերին։ Նարեն հասկացավ, որ առանց Հայկի իր ցավը ոչ թե կմեղմանա, այլ կկրկնապատկվի հոգու խորքում։ Նրա վերադարձը ջերմ գրկախառնությունն ու այն խոսքերը, թե մեզանից լավ մեր երեխաներին ոչ ոք չի պատմի Հարսնաձորի լեգենդի մասին, սերիալի ամենահզոր ու հուսադրող ակորդն էր։ Այս խոսքերով նրանք խոստացան միմյանց վերածնվել, նորից ծնողներ դառնալ և հավերժ պահպանել իրենց սերը։ Սիրելի հետևորդներ, ահա այսպես էլ ավարտվեց այս գեղեցիկ և հուզիչ պատմությունը։ Ինչ զգացողություններ ունեք այս պահին։ Արդյոք արդարացան ձեր սպասելիքները վերջին սերիայից։ Եվ ո՞րն էր վերջին սերիայի ընթացքում ձեր ամենասիրելի, ամենատպավորիչ տեսարանը։ Անպայման կիսվեք ձեր վերջնական տպավորություններով և էմոցիաներով մեկնաբանություններում։ Մենք մեծ սիրով կկարդանք յուրաքանչյուրիդ կարծիքը։ Շնորհակալություն, որ այս ամիսների ընթացքում միասին էինք։ Մինչ նոր հետաքրքիր հանդիպումներ մեր ապագա վերլուծություններում։